Ողջույն հանավազորյա սիրելի ընտանիք, թող Քրիստոսի սերը եւ խաղաղությունը յուրաքանչյուրիս հետ լան։ Թագավորը վերադառնալու է, պատրաստվիր։ Երաժշտանք Ղուգաս Ավետարանի 21-27-ի մեջ, գսե եւ պիտի տեսնեք մարդու որդին եկած զորությամբ եւ մեծ փառքով։ Սիրելիներ, այսօր կհրավիրեմ մեր սրտերը փանալու փառավոր իրականության մարչև։ Թագավորը կվերադառնա։ Եվ երբ կվերադառնա, պիտի նստի իր հորը Դավթի աթոռին, Հավիտյանս Հավիտենից։ Իսկ հարցը սա է. մենք պատրաստ ենք անոր քալստյան։ Այս քարոզը պատմություն մնե մորցված ճշմարտության վերականգնումի մասին, Աստուծո խորհրդավոր ու մարգարեական ծրագրի մասին, որ իր արմատը ունի Հութայի, Երուսաղեմի եւ այն հրավերի մեջ, որ գցկվի դեպի մեզ ամենքս, վերադարձիր գուդունդ։ Վերադարձը սկսավ ոչ միայն Իսրայելեն, այլ Մեսիայեն։ Սկիզբը եղավ այն բահում, երբ ոչ միայն Իսրայելը թողուց իր հողը, այլ Մեսիան ալ թողուց։ Մեսիան թագավորը բաժնվեցավ իր թագավորութենեն, բայց Հոպելյան խորհուրդ մը կգոչե, թագավորը պիտի վերադառնա։ Տեր Հիսուսը ոչ միայն փրկիչ է, այլ թագավոր, որ պիտի գա, եւ երբ գա, պիտի նստի իր աթոռին Երուսաղեմի մեջ։ Պիտի գա որպես թագավոր թագավորած եւ դեր դերած։ Սիրելիներ, երբ աշխարհը մոլորության մեջ է, քաղաքական խառնաշփոթի, տնտեսական փլուզման, բարոյական անգումի, Աստված ոչ միայն լրած չէ, այլ աշխատած է ըստ իր հրաշալի ծրագրի։ Հոպելյանական խորհուրդը եւ պատմության անսպասելի ճշգրտությունը։ Աստվածաշունչը միայն հոգևոր գիրք չէ, այլ նաեւ ժամանակի ճշգրիտ գործիք։ Հոպելյան խորհուրդը կբացահայտե, թե Աստված ճշգրտորեն կդնորինե իրագործել իր խորհուրդները 50-ական տարիներու շրջադարձով։ Օրինակ, եթե պատմությանը նայեք 1867 թվին հրեաներու քաղտնի վերակախց, 1917-ին Բալֆորի հայտարարությունը Երուսաղեմի ազատագրություն, 1967-ին 6-օրյա պատերազմ Երուսաղեմի վերամիացում, 2017-ին Ամերիկայի կողմէ Երուսաղեմի մայրաքաղաքի ճանաչում եւ յուրաքանչյուր թվականի մեջ եթե հաշվեք 50-ական տարի գա։ Այս ամենը պատահականություն չէ։ Անոնք խորը մարգարեական կարգավորումներ են, որոնք կբացահայտեն, թե մենք կապրինք մարգարեություններու իրագործման ընթացքին։ Տեր Հիսուսի վերադարձը որպես գադարում օրինաց եւ վերականգնում։ Տեր Հիսուսը երբ եկավ առաջին անգամ, եկավ խոնարհությամբ, երբ գա երկրորդ անգամ, պիտի գա փառքով։ Առաջին անգամ եկավ որպես քար, հիմա պիտի գա որպես առյուծ։ Ան պիտի գա ոչ թե բսակյալ որպես մահվան զոհ, այլ փառքով զորությամբ բարավորված։ Եվ պիտի նստի իբրև Դավթի թագավոր, պիտի թագավորե իբրև Աստուծո խոստումին կատարում։ Եվ երբ գա, պիտի թատրին պատերազմները, պիտի հանգչին արցունքները, պիտի նորոգվին հողն ու երկինքը, որովհետև Տեր Հիսուսը բսակված պիտի գա։ Այս վերադարձը մեզ կառաջնորդե ըմբռնելու մեր պատասխանատվությունը, առօրյա եկեղեցին գոչված է վերադառնալ իր արմատներուն, որպես աշակերտներու
կամ որպես Քորձ Արաքելոցի աշակերտներու եկեղեցին, որը սկսավ ոչ թե հաստատված եւ շքեղ շենքերով, այլ հալածված, խոնար, հոգեկետ եւ գրագոտ։ Աստված մեզ չէ գանչած ըլլալու հարմարասեր, անմեզ գանչած է ըլլալով հոգիով լեցուն, հստակ ու անզիջում։ Ճշմարիտ եկեղեցին պիտի վերագանքնվի իբրև մարգարեական շարժում, ոչ թե պատեր, այլ կենդանի քարերով կառուցված։ Սիրելիներ, այս պատգամը ահազանգ չէ միայն, անհրավեր մնե հույսի, վերագանքնումի եւ դուն դառնալու։ Տեր Հիսուսը մեր հոպելյանն է, անմեզ կգանչե։ Մենք թողած ենք մեր հոգևոր դունը, բայց Սուրբ Գիրքը կգանչե, վերադարձիր։ Վերադարձիր աղոթքիդ, վերադարձիր սրբության, վերադարձիր հավատքի արմատներուն, վերադարձիր ի Քրիստոս։ Հարության ուժը այսօր ալ գենսունակ է, եւ դու գոչված ես սկալու զայն ոչ միայն ավակային, այլ հիմա։ Քրիստոսը ողջ է։ Ան ունի սրբելու յուրաքանչյուր արդյունք, ան ունի նոր սկիզբ, ան ունի երանելի վերագանքնում։ Իրական դունը սիրելիներ երգիրը չէ, ու սիրտդ պիտի չխաղաղի մինչև վերադառնա Քրիստոսի մեջ։ Շատեր կփնտրեն խաղաղություն, արժեք, ինքնություն, բայց չեն գիտեր ուր փնտրեն։ Լավ լուրը այն է, որ Թագավորը գուքա, մարան աթա, եւ Թագավորը քեզի կգանչե իբրև որդի, ոչ իբրև ցարա, եւ կհարցնե. պատրաստ ես։ Երբ անկա, պիտի ոչ միայն նստի աթորին վրա, այլ պիտի նստի նաեւ հոգիներու մեջ։ Յանքը թագավորված Տեր Հիսուսով սկսած է հավիտենականությունը հիմա իսկ։ Սիրելիներ, այս ժամանակները պատահական չեն։ Աստված ունի ժամանակացույցը, զոր ինք ոչ մարդիկ կգարավար։ Այս ժամացույցը Իսրայելն է, եւ Աստված իր ծրագիրները կբացահայտե հոպելյաններու միջոցով։ Ամեն 50 տարի մեկ վերագանքնումի խորհուրդ կակտիվանա։ Եվ ինչ հիասքանչ է տեսնել, թե Աստված ինչպես ճշգրիտ կերպով կգործե։ Ասինք 1917-ին Երուսաղեմի ազատագրման հոպերնակը, 1967-ը Երուսաղեմի վերամիացում, 2017-ը Ամերիկայի կողմէ Երուսաղեմի ճանաչում։ Եվ ինչպես քարոզողը արդարորեն դիտեց, երբ գաղմգե Թրամփ անունը, անալ կնշանակե փող, եւ հոպելյանի մեջ փող պետք է հնչե։ Աստված կարող է օգտագործել ոչ միայն սուրբեր, այլև թագավորներ, ղեկավարներ, իշխաններ կատարելու իր խորհուրդը։ Եվ եթե այսպիսի ճշգրտությամբ կգործե ազգերու վրա, որքան ավելի ճշգրտությամբ պիտի գործե մեր կյանքերում։ Հոպելյանը խորհուրդ մնե, վերադարձ։ Ինչպես որ իսրայելացիները վերադարձան իրենց հողին, այո, նաև մենք կոչված ենք վերադառնալու մեր հոգևոր դունին։ Քրիստոսի խաչով մարդը կվերադառնա այնտեղ, ուր ստեղծված էր Աստուծո ներկայության մեջ։ Սա բարձ պաշտոնական հավատքը չէ, այլ թարմացած սրտի ճշմարիտ վերադարձ։ Վերադառնանք աղոթքին, վերադառնանք Սուրբ Գրքին, վերադառնանք Քրիստոսին եւ կվերագտնենք, ով որ մեզ ստեղծած է։ Քրիստոսը հոպելյանի մարմնավորումն է, ան կգանչե վերադարձեք, որովհետև արքայությունը մոտեցած է, ուրիշ ճանապարհ չկա,
կամ կմնաս բանթուղթ, կամ կվերադառնաս տուն։ Հայտնության գրքի ավարտը կհիշեցնե. ամեն ինչ, որ գործված էր, պիտի վերադառնա։ Ադամի բարտեզը գործված էր, բայց կենած ծառը պիտի վերադառնա։ Քաղաքը երկինքեն գիչնե, նոր Երուսաղեմ, թագավորը, բայց ոչ խաչված, այլ փառավոր կնստի աթոռին։ Սիրեիներ, եթե այս հոյագապ ծրագիրը կգործե Իսրայելի վրա, ան նաև կգործե մեր վրա։ Քու արցունքդ պիտի մաքրվի։ Քու սրդիդ բաց վերքերը պիտի բժշկվին։ Քու հոգիդ պիտի վերակտնե իր իսկական դունը։ Աստված չէ մորցած, Աստված չէ լքած, անպատրաստած է հավիտենական դումը մեզի համար։ Ուր ալ պիտի ասես, ես դան եմ։ Սա միայն պատմական կամ մարգարեական պատկամը կամ քարոզմը չէ, սիրեիներ։ Սա կանչ մնե մեզ մե յուրաքանչյուրին։ Քանի որ մենք ծնած ենք այս ժամանակներուն, սա կնշանակե, թե Աստված մեզի համար պատրաստած է այս վերջին փառաբանտ ժամանակներուն մասնակցիլը։ Անգսե. ես կփնտրեմ սիրտը, որ ամբողջովին իմն է։ Եթե այդ սիրտը դուն ես կամ ես, դուն պիտի օծվիս, դուն պիտի առաջնորդվիս, դուն պիտի փայլիս խավարի մեջ։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը տեսնվելու հույսով կողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ բոլոր։